Ջեդայում ամերիկացիներն ու ուկրաինացիները 8 ժամ բանակցելուց հետո դիվանագիտական շրջադարձ են գրանցել։ Սպիտակ տունն արաբական հանդիպումը դրական եւ արդյունավետ է գնահատել։ Ուկրաինական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել Միացյալ Նահանգների 30-օրյա զինադադարի առաջարկը, որը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ Այսօր մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ ցանկանում ենք խաղաղություն, պատրաստ ենք արդար ու երկարաժամկետ խաղաղության։ Կարծում եմ, սա շատ կարևոր օր է, որովհետև 3 տարին շատ է, եւ մարդկությունը պետք է հասկանա, որ Ուկրաինան չի սկսել այս պատերազմը, բայց Ուկրաինան պատրաստ է արդար խաղաղության։ Ուկրաինացիների հետ համաձայնությունը հաստատել է նաեւ ամերիկյան կողմը։ Today we made an offer that the Ukrainians have accepted, which is to Առաջարկ են կարել եւ ուկրաինացիները ընդունել են այն։ Դա հրադադարի հաստատումն է ու հակամարտությունը անհապաղ դադարեցնելուն միտված բանակցությունների մեկնարկը։ Արաբական բանակցություններին կողքից հետևող Ուկրաինայի նախագահը նույնպես գոհ է արդյունքներից։ Զելենսկին ողջունել է հրադադար հաստատելու Վաշինգտոնի առաջարկը։ Ամերիկյան կողմը հասկանում է մեր փաստարկները, ընկալում է մեր առաջարկները, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին մեր պատվիրակների կառուցողական բանակցությունների համար։ Հավանաբար սա հենց այն շնորհակալական խոսքն էր, որն ամերիկյան կողմը պահանջում էր Զելենսկիից։ Ուկրաինական կողմն ընդունել է կրակը դադարեցնելու եւ բանակցելու ամերիկյան պահանջը, սակայն կա ամենակարևորը՝ ռուսները նույնպես իրենց համաձայնությունը պետք է տան։ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հետ կզրուցի այս շաբաթ։ Ukraine ceasefire just agreed to a little while ago. Ժամեր առաջ համաձայնության են եկել Ուկրաինայի հրադադարի հարցով։ Այժմ նույն առաջարկով պետք է դիմենք ռուսներին։ Հուսով ենք նախագահ Պուտինը նույնպես կհամաձայնի եւ նախագիծը կյանքի կկոչվի։ Ջեդայի բանակցություններում քննարկել են ոչ միայն հրադադարի, այլև պատերազմը վերջնականապես դադարեցնելու եւ անվտանգության երաշխիքներ ստանալու մանրամասները։ Առանց ժամանակ կորցնելու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները մտադիր են առաջիկա օրերին շփումներ ունենալ ռուսական կողմի հետ, գործընթացն առաջ մղելու համար։ Սերգեյ Լավրովն ամերիկացի բլոգերների հետ հարցազրույցում ասել է, որ Ռիադում Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների ուղերձներից մեկն այն էր, որ երկրները պետք է անեն ամեն բան, որպեսզի այդ հակասությունները չվերաճեն առճակատման։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների շահերը երբեք նույնական չեն լինի։ Դրանք չեն կարող համընկնել նույնիսկ 50%, բայց պետք է խոսել միմյանց հետ, ու երբ դրանք համընկնում են, նման իրավիճակներում մենք որպես պատասխանատու քաղաքական գործիչներ պետք է ամեն ինչ անենք դրանք գործնականում կիրառելու համար, որպեսզի դրանք զարգանան իշահ կողմերի։ Լավրովը կրկին զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ցանկացած կարգավիճակով սպառնալիք է։ Խիստ քննադատել է Եվրոպայի քայլերը, ընդգծելով, որ Եվրամիությունն ուզում է նահանգներին դրդել Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողությունների։ Ըստ Լավրովի, Ուկրաինան կպահպաներ 1991 թվականի սահմանները, բայց առանց Ղրիմի ու Դոնբասի մի մասի, եթե գնար համագործակցության ճանապարհով։ Ամեն անգամ, երբ նրանք խաբում են, նրանք պարտվում են, եւ այդ գործընթացը դեռևս շարունակվում է, ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։